Ողջույն բոլորին, ես Աշոտ Կնդրիմքարի, զբաղվում ենք էլեկտրոմոբիլների ներմուծմամբ։ Այսօր մանրամասն կխոսանք բոլորից շատ լավ ծանոթ Mazda EZ60-ի մասին, կհամեմատենք մրցակիցների հետ, ինչպես նաև կխոսանք իմ ընկերոջ հետ, ում համար այս մեքենան ներմուծել ենք 1 ամիս առաջ եւ միասին կհասկանանք մեքենայի ուժեղ ու թույլ կողմերը։ Անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, նմանատիպ թողարկումները բաց չթողնելու համար, նաև Instagram-յան ալիքին մեր գործունեության առօրյա տեսնելու համար, ինչպես նաև ունենք Telegram-յան ալիք, որտեղ պարբերաբար տեղադրում ենք շահավետ առաջարկները։ Սա մեքենայի բանալին է, սենց տեսք ունի, որը նաև կնոպկայի դեր է խաղում։ Երբ որ մոտենում եք մեքենային, բանալիով բացելու կարիք չկա, մեքենան արդեն բացում է դռները ձեզ համար։ Բռնակը ունի ներս մտած կառուցվածք, ինչպես գիտեք, Չինաստանում 26 թվականի օրենքի փոփոխությամբ բոլոր բռնակները պետք է լինեն արդեն մեխանիկական դրսի հատվածում, անվտանգությունից ելնելով ու գնալով բոլոր մեքենաներում դա կտեսնենք։ Մեքենայի դուռը բացելուց հետո նստատեղը տեղաշարժվում է, որպեսզի ավելի հարմար լինի մեքենան նստելը, ու նույնը նստելուց ու դուռը փակելուց հետո է տեղի ունենում։ Մեքենան շահագործելու ու շարժվելու համար ոչ մի բան պետք չի անել, բացի նրանից, որ սեղմում եք ոտնակը արգելակի, որից հետո փոխանցման տուփը գտնվում է ղեկի կողքը, ինչպես օրինակ Mercedes-ում, Mercedes-ի վարորդները կհասկանան, ներքևը D-ն է, վերևը R-ն է եւ պարկինգի համար այստեղ կնոպկա կա, որը նաեւ ձեռքի արգելակի դեր է խաղում, այսինքն բացի այս կնոպկայից ոչ մի ուրիշ բան պետք չի սեղմել եւ մեքենան կայանում եք ու դե գցելուց հետո միանգամից կարելի է արդեն մեքենան շահագործել։ Ստեղ դիմացի էկրան չկա, այսինքն կարևոր ինֆորմացիան տեսնում ենք պրոյեկցիայում, այդ պատճառով այս մեքենայի ամենահասարակ կոմպլեկտացիան էլ ունի պրոյեկցիա եւ սա արդեն ոչ թե էկրան է, այլ ինֆրակարմիր ճառագայթով հավանաբար հոգնածության դատչիկն է, որը որ նույնպես Չինաստանում օրենքով է պարտադրվում, հոգնածության նկատելու դեպքում, այսինքն աչքերի փակվել կամ նմանատիպ այլ բաներ տեսնելու դեպքում մեքենան ազդանշան է տալիս, որպեսզի կայանեք կամ ուշադիր լինեք ճանապարհին։ Մեքենայի դրան այս հատվածը բավականին բարձր է, այսինքն ձեռը դնելու համար այդքան էլ հարմար չի, ու սա հենց հատուկ է նախագծված, որպեսզի ստեղ էկրան լինի, որը ցույց կտա հայլիների դերը խաղող կամերաների պատկերը, այսինքն երբ որ ձեզ մոտ կամերաներ են հայլիների փոխարեն, ստեղ մեծ էկրան ունեք, որը որ հենց աչքի հարմար տեսադաշտում է գտնվում, ի տարբերություն օրինակ ավատարներին, որտեղ ավելի ցածր էր ու հայլիների պատկերը տեսնելու համար ներքև պետք է նայեք։ Երբ որ կամերաներ չկան, ստեղ պարզապես գեղեցիկ sense դետալ է, մեքենայի բռնակը էլեկտրական է, այսինքն կանգնելուց հետո երկու անգամ սեղմում եք, որպեսզի դուռը բացվի, բայց էլի չինական օրենքը պարտադրում է, որպեսզի պարտադիր լինի մեխանիկական բռնակներ։ Ստեղ Mazda-ն ունի թաքցված տեղ, որը բացում եք եւ ներսում կա այսպես մեխանիկական բռնակ, որ եթե հանկարծ մեքենայի մեջ գտնվելուց հոսանքը ինչ որ պատճառով անջատվի, դուք կարողանաք մեքենայից դուրս գալ, նույնը կա նաեւ հետևի հատվածում։ Խոսանք նստատեղերի մասին, Mazda-ի վարորդի ու դիմացի նստողի նստատեղերը ունեն բավականին շատ կառավարման հնարավորություն։ Այստեղ կարող ենք հաշվել 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 կառավարման ուղղություն, դրան գումարած նաև փքվում է նստատեղը ու վերջապես այստեղ 0 gravity-ի հնարավորություն ունենք, որը ամբողջությամբ պարկասնում է նստատեղը։ Եթե չեմ սխալվում, այս վարորդի կողքի նստողի համար կառավարման ուղղությունները մի քիչ ավելի քիչ են, այսինքն այստեղ վարորդի համար մաքսիմալ կոմֆորտի հնարավորություն է ստեղծված։ Նստատեղերը երկու գույնանի կոմբինացիա է, մանուշակագույն ու բեժ գույներով, sense հետաքրքիր ստավկայով։ Ինչպես տեսնում եք, ուղևորի ամրագոտին հենց նստատեղի մեջ է, ինչը նախատեսված է նրա համար, որպեսզի վարման ընթացքում ուղևորը 0 gravity-ին միացնի պարկասնի նստատեղը ու ամրագոտին հարմար լինի իր համար։ Նստատեղի մեջ կան բարձրախոսներ առանձին զոնավորումով։ Ստեղ ունեք տեսախցիկ, սրահը նկարահանելու համար, ավարիոն կա
կնոպկան գտնվում է վերևի հատվածում, ստեղ սենսորային լույսերն են։ Հետևի նստոցների տարածքը բավականին ընդարձակ է, բայց չի ասի, որ սեգմենտում ամենաընդարձակն է։ Նույն Zikr 7X-ում հետևի տարածքը շատ ավելի մեծ է, բայց ընդհանուր առմամբ նեղվածություն չեք զգա, թե վերևի հատվածն է բավականին մեծ, թե կողքերից ստեղ ունենք ձեռքը հենելու հատված երկու բաժակի տեղերով, ստեղ ունենք փոքր էկրան տարբեր կառավարման հնարավորություններով, երաժշտության, կոնդիցիոներ, պանորամա, ներքևում ունենք Type-C USB port, լիցքավորման համար, նստատեղերի հետևի գրպանիկներ։ Դիզայնի առումով շատ յուրահատուկ զգացողություն է, սովորական մեքենաների նման չի, թե նստատեղերի դիզայնը, թե ընդհանուր մեքենայի գունային լուծումները։ Մեքենայի բեռնախցիկը բացում ենք այսպես։ Տարողունակությունը բավականին մեծ է, նստատեղերը կարելի է ամբողջությամբ պարկասնել, ստեղ ունենք այսպես առանձնացվող նիշայի հնարավորություն։ Մեքենայում կա անիվի անվադողի լիցքավորիչ, էլեկտրական մեքենաներում, քանի որ ներքևը մարտկոցն է, պայստայնակ չի լինում, այսինքն ճանապարհին անվադողը վնասելու դեպքում կա այսպիսի սարք, որը գել է լցնում ու կարողանում եք մեքենան վարել մինչև մոտակա սերվիս կենտրոնը։ Մեքենայի փոքր մարտկոցը գտնվում է ետևի հատվածում, բայց եթե ինչ պատճառով հոսանք է զրկվել այդ փոքր մարտկոցը, նաև առջևի հատվածում կա տեղ լիցքավորելու համար։ Մեքենան բոլոր կոմպլեկտացիաներում լինում է միայն հետևի քարշակ, ունենում է 258 ձիահուշ հզորություն, հիբրիդային տարբերակում լինում է 200 կմ էլեկտրական հեռահարություն, իսկ էլեկտրականի դեպքում 600 կմ հեռահարություն, իրական կյանքում պետք է այդ թվից հանել 20-ից 30%, որ պատկերացնեք, թե ինչքան եք վարելու միայն էլեկտրական ռեժիմով։ Այս մեքենան ունի մի հատ առանձնահատկություն, որը որ համ թերություն է, համ առավելություն է։ Ինչի մասին է խոսքը։ Գիտեք, որ էլեկտրոմոբիլները սովորական բենզինային մեքենաներից ավելի ծանր են մարտկոցի պատճառով, ու դրա համար շատ հաճախ օգտագործվում են էլեմենտներ, որոնք թեթևացնեն մեքենայի քաշը, որպեսզի համ ծախսը նվազի, համ հզորությունը բավարարի։ Նույն լիսյանները կամ BYD-ները, օրինակ անվահեցերում ունենում են պլաստմասե դետալներ, որոնք որ թեթևացնում են։ Այս մեքենայում տեղադրել են R21 մեծ չափսի մետաղական, շատ ծանր ու լուրջ անվահեցեր, որոնք որ մեքենայի ծանրության կենտրոնը դարձնում են ել ավելի ցածր, այսինքն մարտկոցը եւ ծանր անվահեցերը ներքևում են, որի շնորհիվ մեքենան շատ ստաբիլ է ճանապարհին, մանևրելը բացարձակ հաճույք է պատճառում ու ավելի շատ նման է սեդանի տպավորությունների, քան քրոսովերի։ Երևի չինական քրոսովերների մեջ այս սեգմենտում ամենալավ կառավարվող մեքենան է սա։ Մյուս կողմից այդ ծանրության պատճառով մեքենայի հզորությունը ոնց որ չբավարարի, եթե նայեք իր արտաքին տեսքին, ագրեսիվությանը ու 258 ձիահուշին, այդ արագությունը դուք զգում եք մինչև 100 կմ/ժ, սպորտ ռեժիմում ինքը բավականին կտրուկ արագանում է, բայց դրանից հետո հզորությունը չի բավարարում։ Ես կուզենայի այս մեքենայում տեսնել 330-350 ձիահուշ, որը լրիվ կհամապատասխաներ իր արտաքին տեսքին, ու այդ դեպքում երևի իմաստ կունենար այդ ծանր անվահեցերը ստեղ տեղադրելու։ Ստեղ հավելյալ օպցիաներից առկա է ադապտիվ ամորտիզատորները, որոնք որ դուք հնարավորություն չունեք կարգավորելու մենյուի մեջ, բայց նրանք հարմարվում են ճանապարհի մակերևույթին եւ վիբրոիզոլացիա են ապահովում, որի շնորհիվ արհեստական անհարթությունների վրայով ավելի կոմֆորտ է լինում մեքենան վարելը։ Շատ է խոսվում այս մեքենայի չորության մասին, այդ չորությունը զգացնել տալիս է միայն մեծ անվահեցերը, հենց փոսը գցելու ժամանակ։ Մնացած ժամանակ ինձ այս չորությունը ավելի շատ է դուր գալիս, քան նույն լիսյանի փափկությունը։ Ուղիղ ճանապարհի ժամանակ ստեղ ճոճ գրեթե չկա, որը որ հատուկ է քրոսովերներին։ Եթե ուզում եք պատվիրել էլեկտրոմոբիլ Չինաստանից, հիմա լավ պահ է, քանի որ այսօր մարտի 29-ի դրությամբ դեռ առկա է 8000 էլեկտրոմոբիլի քվոտա, որով մեքենաները ազատվում են 15% մաքսատուրքից ու գնալով այդ քվոտան ավելի արագ է սպառվելու, քանի որ ճանապարհները բացվում են, հայտնվում են նոր մեքենաներ։ Հիմնականում նախապատվությունը տալիս ենք հենց Խորգոսի, այսինքն Չինաստանի եւ Ղազախստանի սահմանին առկա մեքենաներին, որպեսզի փոխադրումը արագ կազմակերպենք։ Այս պահին հասանելի է դիպալի ողջ մոդելային շարքը, այսինքն S07, 05, SL03, S09, G318, ինչպես նաև Չանգանի ողջ մոդելային շարքը, այդ թվում Q05, 07, A07, նաև առկա են Լիսյանի L6, L7, L9 մեքենաները։ Premium սեգմենտի ամենագնացներից հասանելի են Zikr 9X, Voya Taishan, ROX 01 ու ROX Adamas, ինչպես նաև հասանելի են շահագործված Լիսյան եւ Voya մեքենաները։ Կոնկրետ մեքենայի հարցումը իրականացնելու համար կարող եք կապնվել հետևյալ WhatsApp-ի հեռախոսահամարով։
Խոսելով մեքենայի արտաքին տեսքի մասին, առջևի հատվածը կարծում եմ ամենագեղեցիկ կտորն է, շատերը ասում են, որ առջևը նման է ճապոնական Mazda-ի, իսկ հետևից ավելի չինական տեսք ունի։ Սա ցերեկային լույսերն են, որոնք որ ամբողջությամբ լուսավորվում են, ներառյալ այս լոգոյի էլեմենտը, որը հատուկ ձև կա մենյուից միացնելու համար։ Առջևից կապոտի վրա ունի աերոդինամիկ էլեմենտ, որը որ իրական ամբողջությամբ ստեղով օդ հանցնում, բնականաբար նաև փոշի է հավաքում։ Ունի շատ լուրջ ու մեծ անվայեցեր R21 չափի, այդ մեծ ու գեղեցիկ անվայեցերը նաև շատ հեշտ է վնասել։ Մեքենան ներմուծել ենք Չինաստանից հենց թափատված վիճակում ու դա նաև տալիս է հավելյալ պաշտպանություն թե ճանապարհին, թե Հայաստանում, ինչպես տեսնում եք, այստեղ արդեն մանր վնասված կա, որը թաղանթի հետ դուրս է գալու։ Մեքենայի բարձրության մասին պաշտոնական ինֆորմացիա չգտանք, բայց մոտավոր չափումներ են կարել։ Ամենացածր հատվածը մոտ 18 սանտիմետր է, առջևի ու դիմացի հատվածները մոտ 24 սանտիմետր է, որը հնարավորություն է տալիս հանգիստ հեղաշարժվել Երևանում։ Կողքի դիզայնը շատ գեղեցիկ է, հատկապես եթե մեքենան բաց գույնով է լինում, այս ներքևի սև դետալը Mazda գրվածքով շատ արտահայտիչ տեսք ունի։ Հետևի հատվածում նույնպես ունենք աերոդինամիկ էլեմենտ, էլի ամբողջությամբ իրական է, էլի փոշի է հավաքում։ Ու եթե կարծում եք, որ այս մեքենայի հետևը ավելի անշուք տեսք ունի, շատ ենք աշխատել այս մեքենաների հետ, եթե հետևը ավելի մուգ թաղանթով եք թաղանթապատում, կարծում ավելի շքեղ տեսք է ստանում։ Մեքենան նստելուց հետո միանգամից դիմավորում է մեզ 29 դյույմանոց 5K էկրանով, բավականին լավ որակի, ստեղ ցույց է տալիս, թե ինչ արագությամբ եք վարում մեքենան, ստեղ ցույց է տալիս այն տոկոսը, որը որ մեքենան կամ ծախսում է, կամ կուտակում է վարելու ժամանակ, եթե ռեկուպերացիան միացրած է։ Կոնկրետ այս մեքենան ամբողջությամբ էլեկտրական է, ստեղ ցույց է տալիս, թե լիցքավորում ինչքան է մնացել։ Այս դեպքում 34%-ը մոտ 179 կիլոմետր է, չինական ստանդարտով։ Մեքենան ունի մենյուի 3 տեսակ, վերևի մենյուն իջացնելով, ստեղ այս հատվածում կարող եք փոխել, թե ինչ տեսք կունենա ձեր գլխավոր մենյուն։ Այս առաջի տարբերակը ուղղակի պատկեր է, կողքից գալիս է կարևոր ինֆորմացիան, օրինակ ստեղ ակերի փչվածության մակարդակն է, կամ ինչ-որ շորտքաթերը կամ player-ը։ Երկրորդ մենյուն դա նավիգացիան է, որը աշխատում է չինական ծրագրով, որը որ Հայաստանում չի գործում, մի տարբերակը։ Եվ երկրորդ տարբերակը ցույց է տալիս մեքենան, եթե կողքից մեքենաներ են կամ մարդիկ են անցնում, ստեղ ամեն ինչ տեսնում եք լիդարների եւ կամերաների միջոցով։ Եվ երրորդ տարբերակը դա հենց մեքենայի պատկերն է 3D, որտեղ նաև կա կառավարման մի քանի հնարավորություններ, օրինակ հայելիները ծալելու կամ պատուհանները իջացնելու ցանկացած չափի, ոնց ձեզ պետք է, որը որ շատ հարմար է իրականում, նաև բեռնախցիկի բացելու հնարավորություն, վերևում ունեք պանորաման բացել-փակելու հնարավորություն, այստեղ կարող եք տեսնել մեքենայի լիցքավորումը ու ընդհանուր կոնստրուկցիան։ Հիբրիդայինի դեպքում կոնստրուկցիան բավականին ավելի բարդ է լինում։ Վերևի մենյուում ունեք ամեն անհրաժեշտ բան, ինչը որ պետք է լինում, լույսերի կառավարումը ստեղ ավտոմատ ռեժիմ է, ունենք հայելիների կառավարման տեղը, որտեղ ղեկի վրայից է կառավարվում, ղեկի աջ կողմում աջ հայելու կառավարման կնոպկաներն են ու ձախ հայելու համար ձախ կողմի կնոպկաներն են օգտագործվում։ Մեքենան հիմա ռուսաֆիկացված է, ստեղ ռուսաֆիկացումը բավականին լավն է, գրեթե անհնար է չինական հերոգլիֆներ գտնել, նաև կարելի է անգլերեն լեզվով մեքենան փոխել։ Ակտիվացած է նաև master account-ը, որը հնարավորություն է տալի Bluetooth-ով միանալու դեպքում մեքենայի դռները բացել, միացնել կոնդիցիոները, պատուհանները իջացնել, որը որ բավականին հարմար է։ Կոնկրետ այս մեքենան էլեկտրական տարբերակն է, ստեղ ունեք Eco, Comfort, Sport եւ Individual ռեժիմների հնարավորություն։ Հիբրիդային տարբերակում ստեղ ավելանում է մի շարք նոր կառավարման հնարավորություններ, ընտրել կամ միայն էլեկտրական, կամ միայն բենզինային, կամ համակցված intelligent ռեժիմները, երբ որ մեքենայի մարտկոցը ամբողջությամբ նստած է, բենզինային տարբերակով քշելու դեպքում հնարավորություն ունեք մեքենան ընթացքի ժամանակ նաև լիցքավորելու։ Կարելի է փոխել ներքին լուսավորության գույները, ուժգնությունը, էֆեկտները։ Ստեղ ցույց է տալիս չինական ստանդարտով ինչքան հնարավորություն կա դեռ քշելու մեքենա, նաև եվրոպական կամ ամերիկյան ստանդարտով տարբերությունը կարող եք տեսնել մոտավորապես 15-ից 20% է։ Մեքենայի վազքը տեսնելու համար մտնում եք պուտեշեստվիա բաժինը, ներքևում երևում է 1318 կմ վազքն է եւ միջին ծախսը մեքենայի 19.4 կՎտ/ժ 100 կմ։ Մեքենայի կոնդիցիոները ու նստատեղերի կարգավորումները այս բաժնում են։ Հնարավորություն կա օդը մաքրելու աչիստկա ռեժիմով։ Մեքենայի full կոմպլեկտացիան հնարավորություն է տալիս միայն առջևի նստատեղերը կարգավորելու, հովացում, տաքացում եւ մերսումը, իսկ հետևի նստատեղերի համար կա հավելյալ օպցիա հովացում եւ տաքացում ավելացնելու համար։ Ստեղ ունենք մերսման ուժգնությունը եւ ռեժիմները,
նաև ղեկը տաքացնելու հնարավորություն։ Բացի ռուսաֆիկացումից ստեղ տեղադրված են նաև ծրագրեր, ինչպիսիք են YouTube-ը, Yandex Navigator, browser, ֆիլմեր դիտելու համար ունեք Zona կամ Kinopoisk, ունեք 360 կամերա 3D էֆեկտով նայելու, բավականին լավ որակի է։ Նաև ավտոպարկինգի հնարավորություն կա, ղեկի վրա ունեք հատուկ տեղ, այստեղից միանում է ավտոպարկինգը եւ եթե մեքենայի կամերաները նկատում են մոտակայքում պարկինգի գծերը, հնարավորություն ունեք հաստատելու միջոցով մեքենան ինքնուրույն կայանելու։ Մեքենայի աուդիո համակարգը ունի բավականին բարձր դետալիզացիա ու որակ, չնայած երևի բուֆերը չէր խանգարի բասերի ավելի ուժեղ լինելու համար։ Մեքենան ունի 23 բարձրախոս, որի մեծ մասը տեղադրված է մեքենայի նստատեղերում։ Աուդիո համակարգը ունի նաև Dolby Atmos էֆեկտը։ Չինական մեքենաներում կան շատ հանգստի ռեժիմներ, որոնք որ ինչպես եւ հոգնածության դատչիկը նախատեսված են նրա համար, որպեսզի վարորդները հոգնած մեքենա չվարեն։ Ստեղ ունեք ռեժիմ ռելաքսացիա, ունեք մեդիտացիա, կարաոկե, լվացման համար ռեժիմ, որի դեպքում մեքենան համոզվում է, որ բոլոր պատուհանները փակ են, որպեսզի անվտանգ լվացում կատարվի, կինոդիտման ռեժիմը, կեմպինգի ռեժիմները, ընտանի կենդանիների համար, որի դեպքում միանում է կոնդիցիոները, որպեսզի օպտիմալ եղանակ լինի մեքենայի մեջ։ Ով դու որպես մարդ, ով առաջի անգամ ես անցել էլեկտրականին, այսինքն մինչև այդ բենզինային մեքենայի շահագործը, կպատմես մի երկու բառով ինչ նրբություններ կա շահագործման հետ կապված էլեկտրականի։ Բավականին հետաքրքիր տպավորություններ էր սկզբից, որովհետև մոտավորապես 7 տարի վարել եմ բենզինային շարժիչով մեքենա ու դա բավականին sense լավ նորություն է, որովհետև այն ինչը միշտ թվում էր թե սովորականա չէինք նկատում, փաստորեն որ դուրս է գալիս առօրյայից այն առումով, որ ձայն չունի մեքենան, ինչ-որ տարօրինակ բենզինի հոտեր չունի մեքենան, ավելի կոմֆորտ է դառնում։ Մտածում էի անցնել նախ հիբրիդայինին, որովհետև վախ ունեիր, որ կարող է էլեկտրականի լիցքավորումը քեզ չհերիքի կամ, չգիտեմ, ինֆրաստրուկտուրան բավարար չլինի Հայաստանում, բայց իրար հետ խոսալուց հետո որոշեցի հենց միանգամից էլեկտրականի։ Շատերը այդ անցումային փուլը հիբրիդային մեքենայով են որոշում անցնել, հա, փոշմանում ես թե չէ, որ հենց միանգամից էլեկտրականի անցնել։ Իրականում ինձ թվում է շատ ճիշտ արեցի, որ հետևեցի քո խորհրդին։ Հիմնական անհանգստությունը Հայաստանի ինֆրաստրուկտուրան էր, այսինքն մենք ընտանիքով օրինակ շատ ենք սիրում քաղաքից դուրս գնալ ու միշտ այնց վախ կար մեջս, որ կարող է ինչ-որ միտեղ գնամ, չկարողանամ հետ գալ։ Բայց իմ կարծիքով, եթե հատկապես մեքենան 400 կիլոմետր եւ դրանից ավել հնարավոր է վարել մեկ լիցքավորմամբ, Հայաստանում խնդիր չկա, այսինքն ինֆրաստրուկտուրան բավականին զարգացած է։ Այս 1.5 ամսվա ընթացքում ինչ թերություններ ես օրինակ հայտնաբերել մեքենայից, որովհետև մենք շատ ենք Mazda ստանում, հանձնում, թեկուզ վարելուց չեն կարողացել ռեալ շահագործման ինչ-որ թերություն գտնել։ Ինչ ես օրինակ նկատել։ Երևի երկու թերություն հստակ կարամ նշեմ, կապված է սրահի հետ, դա առաջի հերթին բանն է։ Ավարիոնկաներն են, հայերեն չգիտեմ ինչպես ասեմ, ինքը շատ անհարմար տեղ է ու հատկապես Երևանում մեքենա վարելիս դրա անհրաժեշտությունը բավականին շուշուտ է լինում ու կարծում եմ ինքը պետք է շատ ավելի հարմար տեղ լինի, ձեռքին մոտ տեղ լինի, որովհետև ամեն դեպքում ինքը անվտանգության հետ է կապված, էլի։ Երկրորդը հաստատ եւ միանշանակ կնշեմ, որ այս հատվածը չպետքա գլյանցվի լիներ։ Առաջի օրը արդեն սկսում է խազվել։ Հա, արդեն հիմա ամբողջը խազված է։ Այսինքն սա պետքա կամ չհանել թաղանթը, կամ էլ միանգամից թաղանթապատել։ Հենց առաջի օրը պետք է թաղանթապատել։ Խազեր նկատի չունեմ, որ մեծ ինչ-որ խորը խազեր են լինում, չէ, բայց ինքը շատ շուտ խազվում է, ինչը միանշանակ լավ չի։ Դե դրանք մի քիչ մանր խնդիրներ են, գլոբալ որ վերցնենք, այսինքն այնքան մեծ, որ նայում ենք մեծ խնդիր չկա, արդեն սկսում ենք մանր բան գալ, էրգոնոմիկայի տեսանկյունից կարող է օրինակ սա մեծ հայերիս անհարմար լինի, միգուցե Չինաստանի շուկայի համար դեղ ուրիշ առանձնահատկություն է։ Իսկ օրինակ, որ ղեկի դիմացը էկրան չկա, այսինքն առաջի ռեակցիան, որ նստում ես այս մեքենան, որ դիմացը էկրան չկա,
ինֆորմացիան չունես։ Փոխարենը պրոյեկցիայով ես տեսնում, օրինակ այդ հարմար է թե չէ։ Կարծում եմ սովորելու վրա է, միանշանակ չեմ կարող ասել, որ ինքը անհարմար բան է կամ թերություն է, որովհետև իրականում մենք ինչի կարիք ունենք ստեղ տեսնելու, արագության կարիք ունենք հիմնականում տեսնելու, ինչը պրոյեկցիայի միջոցով իդեպ այս մեքենայի պրոյեկցիան բավականին լավն է, ամեն ինչ երևում է ու հատկապես պրոյեկցիան իր դիրքով ավելի հարմար տեղ է, քան օրինակ հենց էկրանը այս հատվածում, հենց որ ես դա թերություն ունակ չէին նշի։ Ես հիշում եմ, որ մոտ 2 տարի առաջ նետա այս սեդանն էր հավանում, հենց հիբրիդային է։ Հետո սկսեցիր նայել դեպի Mazda EZ6, էլի սեդան, ու ոնց ստացվեց, որ EZ60-ը ընտրեցիր, ինչ մեքենաների մեջ էիր ընտրում։ Իրականում այո, նետայի տարբերակը շատ էի հավանում մոտ մի տարի առաջ, բայց ամեն դեպքում ինչքան էլ սենց չուզենանք բրենդին հետևել, բայց ամեն դեպքում վստահելիություն, հասկացողություն կա բրենդի հանդեպ ու դրա համար որոշեցի, որ Mazda-ի ինչ-որ մոդելների մեջ պետքա տատանվեմ։ Դե ի սկզբանե EZ6-ը դուրս եկավ, դա էի ուզում գնել, բայց մի լավ օր տեսա նորությունը, որ Mazda EZ60-ն է արդեն թողարկվում, իսկ ես իրականում ավելի շատ ոչ թե սեդանի տարբերակ էի ուզում, այլ մի քիչ ավելի բարձր մեքենայի տարբերակ էի նայում ու արդեն այդտեղ միանշանակ որոշումս գնաց EZ60-ի վրա։ Զուգահեռաբար, եթե կհիշես, մենք դիպալի տարբերակներն էլ էինք նայում, այս 07-ի տարբերակն էինք նայում, ինչը միանշանակ շատ լավ մեքենա է, բայց ամեն դեպքում երևի բրենդի դիրքավորումը իմ մեջ իրենը արեց ու անկեղծ ասած չեմ փոշմանում, որ հենց Mazda-ի տարբերակի վրա կանգնեցի։ Այսինքն, եթե համեմատենք նույն դիպալը Mazda-ի հետ, կարող է նույն արժեքի մեջ ինչ-որ տարբերություններ լինի իօկուտ դիպալի, ենթադրենք ավելի հագեցված լինի կամ ինչ-որ բան, բայց դու առաջնորդություն տվեցիր արտաքին տեսքին ու բրենդին, որը որ էդ էլ է կարևոր շահագործման ընթացքում։ Միանշանակ հա, ու ես ունակ հատկապես առավելություններ կա այս մեքենայի մեջ, որոնք շատ եմ սիրում, երևի համար մեկը ձայնային համակարգն է մեքենայի։ Մեքենայի ձայնը շատ լավն է, շատ որակով է ու կարող է մի քիչ տարօրինակ թվալ, բայց ես օրինակ մեքենա գնելիս միշտ ուշադրություն եմ դարձնում, թե ձայնը մեքենայի լավն է, թե վատն է, որտեղ ես սիրում եմ լսել երաժշտությունը լավ որակով։ Ես գիտեմ քո գրաֆիկը, գիտեմ որ կարող ես ժամանակը ճիշտ պլանավորես, դրա համար էի ասում էլեկտրական, բայց երևի կհամաձայնես, որ բոլորի համար չի, որտեղ մարդ կա, որ ավելի ճկուն գրաֆիկ ունի, երկար ճանապարհներ անցնում, երևի այդ դեպքում հիբրիդային ավելի հարմար կլինի։ Ցանկացած մարդ պետք է իր առօրյայի տեմպով առաջնորդվի, այսինքն օրինակ իմ առօրյան ես միշտ պլանավորում եմ, հա, աշխատանքս ֆիքսված գրաֆիկով է, ես գիտեմ երբ, ոնց, որտեղ պետք է գնամ, բայց օրինակ եթե ինչ-որ մարդ աշխատանքի բերումով պետք է օրինակ օրվա մեջ 2 անգամ, օրինակ 3 անգամ գնա իջմիածին հետ գա կամ հաճախ է գնում ավելի հեռու տեղեր, ասենք Երևանազոր կամ երկրից դուրս կամ այլ տեղ, ապա միանշանակ հիբրիդային, որտեղ հիբրիդայինի տարբերակը շատ ավելի երկար դիստանցիայի հնարավորություն է տալիս, հա, վարել։ Կարևորը որ քո անձնական լիցքավորման կետը ունենաս, չնայած եթե թեկուզ անձնական չի, մոտակայքում եթե ստաբիլ տեղ ունես, արդեն գիտես, որ գիշերը կարող ես թողել, առավոտ լիցքավորումը ունենաս։ Ցավոք սրտի դեռ չունեմ անձնական լիցքավորման տեղ, օգտվում եմ տարբեր ընկերության կայաններից, հա, եթե համեմատական տանենք անձնականի հետ, դա մի քիչ ավելի թանկ է ստացվում, բայց նույնիսկ եթե բենզինայինի հետ համեմատեմ, մոտավորապես կրկնակի միևնույն է, կրկնակի մատչելի է ստացվում։ Հա, իր օրինակ անվտանգային համակարգն է իմ դուրը շատ գալիս, մի անգամ վարելիս աջ գծով մի մեքենա շատ արագ եկավ ու շատ մոտիկ ինձ անցավ, մեքենան ինքը իրեն ուղղակի սենց ղեկը ճիշտ բայց, դե բնականաբար այդտեղ սկսում ես անհանգստանալ, բա որ ձախ կողմից էլ մեքենա լինի, բայց հետո հիշում ես, որ մեքենան 6 տեսախցիկ ունի, իսկ մենք ընդհանրապես 2 աչք ու հասկանում ես, որ չէ, ինքը այդ առումով լավ նախագծած է։ Բացի անվտանգային համակարգից ինձ դուր է գալիս իր smart լուծումները, հա, օրինակ, չգիտեմ, մեքենայում ինքը
օդը մաքրման համակարգ ունի, հա, ինքը դա այդպես ավտոմատ միանում է, օդը մաքրում է, միշտ թարմ է օդը պահում, իր ավտոպարկով կան, ինչը դե միանշանակ չեմ ասել, որ ամեն օր օգտագործում եմ Երևանում, չէ, բայց օրինակ հատկապես այն տեղերը, որ մի քիչ երկար պետք է առաջ անել դուրս գալ, նեղ հատվածներում շատ հարմար տարբերակ է օգտագործելու համար, շատ ունի ինքը smart լուծումներ, որը միանշանակ կյանքը հեշտացնում է եւ ավելի հարմարավետ է դարձնում, հա։ Այդ բոլոր smart լուծումները դե Չինաստանում լիարժեք են կիրառում բնականաբար, բայց լավ է որ գոնե ինչ որ հատվածը Հայաստանում կարելի է կիրառել, նույն գծերի մեջ պահել կամ ավտոպարկինգ նմանատիպ բաները։ Օրինակ, այս մեքենան ինքը ունի semi ավտոպիլոտ հասկացողություն, այսինքն ինքը adaptive cruise control-ի էլ ավելի զարգացված տարբերակն է, հա։ Որը որ Հայաստանում աշխատում։ Հա, ինքը ամբողջությամբ աշխատում է, դե մայրաքաղաքում վարելիս կարիք չկա դա միացնել, բայց օրինակ մայրուղու վրա ինքը բավականին հարմար բան է, այսինքն դու ուղղակի միացնում ես, մեքենան ինքը գծերը ճիշտ վերցնում է, թեքությունները օրինակ աճ կամ ձախ գնալիս կամ գիծ փոխելիս ինքը այդ ամեն ինչը արդեն անում է ու բավականին հարմար բան է, ինչու ոչ, օրինակ ինչու չօգտվել տենց լուծումներից, հա։ Պատկերացնում ես այս ամեն ինչից հետո վերադառնալ բենզինային մեքենայի, նույնիսկ լրիվ նոր ու հագեցած բենզինային։ Շատ ինձ թվում է հետաքրքիր հարց է այն առումով, որ ես իրականում տենց ռադիկալ մոտեցումներ չունեմ, հա, որ օրինակ միայն հիմա օրինակ արդեն վարում եմ էլեկտրական մեքենա, ապա էլ կյանքում չեմ դիտարկելու բենզինայինի, բայց զուտ sense նշեմ, որ էլեկտրական մեքենայի ամբողջ կոնցեպտը իմ կարծիքով դա կոմֆորտն է, դա վարորդի եւ հատկապես վարորդի կողքի նստող մարդու կամ հետևի նստատեղերի նստող մարդու կոմֆորտն է։ Ու երբ որ սկսում ես սովորել այդ կոմֆորտին, արդեն սկսում է դժվար լինել դիտարկել նենց բենզինային շարժիչով մեքենա, որը օրինակ այդ կոմֆորտին հատկապես այդ գնային սեգմենտում, հա, որ մոտիկ է, հա։ Դրա համար մի քիչ կդժվարանամ պատասխանեմ այդ հարցը։ Ես ու դու նույն կարծիքին ենք այդ առումով, որ էլեկտրական մեքենան ոչ թե նախ եւ առաջ էկոլոգիայի մասին է, էկոլոգիան վերաբերվում է բնականաբար, որ հոտեր չկան, վարելիք չկա, բայց գլոբալ վարորդի համար դա ավելի շատ կոմֆորտ է տալիս, քան բնության հանդեպ ինչ-որ վերաբերմունքի ցուցանիշ է։ Այո, ինձ թվում է էլեկտրական մեքենաները երևի հատուկ ստեղծված են խցանումներում մնալու համար, որտեղ ինքը այնքան զբաղեցնող ֆունկցիոնալ ունի, օրինակ, չգիտեմ, նստատեղերի մասաժը կամ նմանատիպ շատ ֆունկցիաներ ունի, բայց հատկապես էլեկտրական մեքենաների պարագայում, չինական էլեկտրական մեքենայի պարագայում, ես կարծում եմ, որ այդ ամեն ինչը հաշվի առել են նաև իրանց ռեգիոնի, իրանց քաղաքների ծաղրաբեռնվածությունից ելնելով։ Սա օրինակ master account-ն է, շատ ֆունկցիաներ կան, բայց իրական որ անկեղծ ասեմ, նենց չի բոլորից եմ օգտվում, օրինակ հիմա, ասենք, մեքենան ինքը եք սենց անեմ, սենց մենք կարող ենք մեքենային առաջ բերել և գնալ հանգիստ նստել ու նույն ձև, օրինակ եթե մի քիչ վատ ենք կանել, նույն ձև մեքենան կարող ենք հետ տալ ու ինքը նույնիսկ ավտոմատ համակարգ ունի, տեսնում եմ, որ հետևը մեքենա կկանգնած ավել հետ չի գնում։ Հնարավոր է բացել, փակել, պատուհաններ իջացնել, բարձրացնել, բեռնախցիկը բացել եւ այլն։ Mazda EZ60-ին ամենամոտ կանգնած մրցակիցը հենց Deepal S07-ն է։ Այդ պատճառով հաջորդ թողարկման մեջ կխոսենք Deepal-ի մասին եւ կհամեմատենք Mazda EZ60-ի հետ։ Անպայման բաժանորդագրվեք, որ բաց չթողնեք։ Շատ շնորհակալ եմ, որ հետևում եք մեր ալիքին։ Լավ մնացեք։